Մայիսի 25-ին ժամը 23:44-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն վեդի բժշկական կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ, որը գիտակցության չգալով մահացել է։ Րոպեներ անց ստացվել է նմանատիպ նոր հաղորդում։ Հիվանդանոց տեղափոխված 18-ամյա պատանու վիճակը միջին ծանրության էր։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ մայիսի 25-ին ժամը 23:30-ին Վեդի քաղաքի Շիրազի փողոցի սկզբնամասում կայարանամերձ տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել 15-ից 17 տարեկան 3 պատանու եւ 3 այլ անձանց միջեւ։ Վեճին միջամտել են 3 հոգի, այդ թվում պատանիներից մեկի 44-ամյա հայրը։ Այդ ընթացքում էլ միջամտողներից մեկը Վեդու բնակիչ 43-ամյա տղամարդը մոտը եղած սուր կտրող ծակող առարկայով հարվածել է 44-ամյա համակարգացուն Ալիկ Հակոբյանին եւ հիվանդանոց տեղափոխված 18 դեռ չբոլորած պատանուն։ Ստացած վնասվածքների հետևանքով 44-ամյա Ալիկ Հակոբյանը բուժհաստատությունում մահացել է։ Ժամը 2:30-43-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Վեդիի քննչական բաժին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։